Ովսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է Տիրոջ անունով, Ովսաննա բարձունքներում։ Երկի մեզ արևը զար, տունի մեզ երկինքի արևը պայզար, տունի մեզ երկինքի մեզ արևը պայզար, կաղուտեն անտին, շեզիս, շեզիս, տերին շեզիս, այո, շեզիս, շեզիս, տերին շեզիս, այո, շեզիս, շեզիս, տերին շեզիս, կաղուտեն անտին։ Շատ ապրես, Ովսաննա ես։ Սրբավայրում։ Նա որ մաքուր ձեռքեր ու ամբասիր սիրտ ունի, ով իրանց նույնայնության չի տվել, ունենգությամբ չի երթվել, նա Տիրոջից օրհնություն է ստանալու ու իր փրկության Աստծուց արդարություն։ Սա այն սերունդն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ով Հակոբի Աստված։ Ով դռներ, գլուխներ վեր բարձացրեք, և բարձացրեք ով հավիտենական դռներ, և փառքեր թագավորներս կմտնի։ Ով այս փառքեր թագավորը, զորել ու հզոր Տերը, պատերազմելու մեջ հզոր Տերը։ Ով դռներ, ձեր գլուխներ վեր բարձացրեք, և բարձացրեք ով հավիտենական դարպասներ, և փառքեր թագավորներս կմտնի։ Ով է այս փառքեր թագավորը, զորել ու հզոր Տերը, պատերազմելու մեջ հզոր Տերը։ Սաղմոս 29 Տիրոջը տվեք ով հզորներ, Տիրոջը տվեք փառք ու զորություն, Տիրոջը տվեք իր անվանն արժանի փառքը, և սրբության գեղեցկությամբ Տիրոջը երկրպագեցեք։ Սաղմոս 29 Տերը ջրերի վրա է, փառքերի Աստվածը որոտում է, Տերը շատ ջրերի վրա է, Տերը շատ ջրերի վրա է, Տիրոջ ձայնը հզոր է, Տիրոջ ձայնը վեհափառությամբ է լեցուն, Տիրոջ ձայնը կոտրում է մայրիները, այո, Տերը կոտրում է լիբանանյան մայրիները ու ցատկեցնում է նրանց հորթերի պես, Լիբանանին ու Սարյոնին մի եղջյուրի ձագերի պես, Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցերը, Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տիրոջ ձայնը ցնցում է Կադեսի անապատը, Տիրոջ ձայնը եղնիկներին ծնունդ է տալիս ու անտառներ մերկացնում, նրա տաճարում ամեն մարդ իր նրա փառքն է հռչակում, Տերը ջրհեղեղի վրա է նստում, Տերը հավիտյան թագավորելու է, Տերը զորություն է, Տերը իր ժողովրդին զորություն է տալու, Տերն իր ժողովրդին խաղաղությամբ է օրհնելու։
Տերը թագավորում է, վեհափառություն է հագել, Տերը զորություն է հագել ու գոտևորվել է, աշխարհն էլ հաստատել է, որ չսասանվի, քո գահը հավիտենից է, դու հավիտենից ես։ Հեղեղները բարձրացրին ով Տեր, հեղեղները բարձրացրին իրենց ձայնը, հեղեղները բարձրացնում են իրենց ալիքները։ Շատ ջրերի ձայնից ու ծովի հզոր ալիքներից ավելի հզոր է Տերը բարձրունքներում։ Քո վկայությունները շատ վստահելի են ով Տեր, սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր։ Սաղմոս 100 Ցնծության աղաղակ բարձրացեք Տիրոջը, դուք բոլոր երկրներ, ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ և նրա առջև եկեք երգելով, ճանաչեցեք, թե Տերն ինքն է Աստված, ինքն է ստեղծել մեզ և ոչ թե մենք ինքներս, մենք նրա ժողովուրդն ու նրա արոտի ոչխարներն ենք։ Մտեք նյարդերներից գոհությամբ ու նրա սարները փառաբանությամբ, շնորհակալ եղեք նրան ու օրհնեցեք նրա անունը, քանի որ Տերը բարի է, նրա ողորմությունը հավիտյան է ու նրա ճշմարտությունը սերնդից սերունդ։ Օրհնեցեք Տիրոջը, քանի որ բարի է մեր Աստծուն փառաբանություն երգելը, քանի որ քաղցր վայելու չէ օրհնությունը։ Տերը շինում է Երուսաղեմը, Իսրայելից ցրվածներին հավաքում է, բժշկում է սիրտը կոտրածներին ու փաթաթում է նրանց վերքերը։ Ասում է աստղերի թիվը, նրանց բոլորին իրենց անուններով է կոչում։ Մեծ է մեր Տերն ու մեծ է նրա զորությունը, նրա իմաստությունը անուն է։ Տերը հավանում է իրենից ակնածողներին, նրանց, որ իրենց հույսն իր ողորմության վրա է դրել, ով Երուսաղեմ, փառաբանիր Տիրոջը, օրհնիր քո Ասում, ով Սիոն, քանի որ նա ուրացրեց քո դռների նիգերը եւ որդիներին տորտնեց քո մեջ։ Նա քո սահմաններին խաղաղություն է տալիս, քեզ կերակրում է ամենաընտիր ցորենով, նա իր հրամանն է ուղարկում երկիր, նրա խոսքը հնարավորությամբ սլանում է։ Նա բրդի պես զուն է հագել ու Եվյամը ցանել է մոխրի պես, իր սառույցները պատառների պես նետում են նրան սրտին, ով կարող է դիմանալ, ուղարկում է իր խոսքը ու հալեցնում է դրանք, փչում է իր հոգը ու ջրերը վազում են, նա իր խոսքը հայտնում է Հակոբին և իր կանոններն ու վճիռները Իսրայելին, որևէ ազգի հետ այդպես չի վարվել, բայց նրանք իր դատապարտությունները չճանաչեցին, Տիրոջը փառաբանեցեք։ Սաղմոս 148 Ալելույա, օրհնեցեք Տիրոջի երկնքներից, օրհնեցեք Նրան բարձունքներում, օրհնեցեք Նրան, ով նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցեք Նրան, ով նրա բոլոր զորքեր, օրհնեցեք Նրան, ով արեգակ ու լուսին, օրհնեցեք Նրան, ով բոլոր լուսավոր աստղեր։ Օրհնեցեք նրան, ով երկինքների երկինքներից եղող ջրեր, թող նրան Տիրոջ անունը օրհնեն, քանի որ նա հրամայեց ու նրանք ստեղծեցին, նրանց հավիտյան հավիտենից հաստատեց, կար սահմանեց, որ չի խախտվի։ Երկրի թագավորներ և բոլոր ժողովուրդներ, իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ, երիտասարդներ, կույս աղջիկներ, ծերեր ու երեխաներ, օրհնեցեք Տիրոջ անունը, քանի որ նրա անունը բարձր է, նրա փառքը և նրա փառքը վեր է երկրից ու երկնքից։ Սաղմոս 150
Ալելույա, օրհնեցեք Աստծուն իր սրբանում, օրհնեցեք նրան իր զորության հաստատության մեջ, օրհնեցեք նրան իր հզոր գործերի համար, օրհնեցեք նրան իր գերազանց մեծության համաձայն։ Օրհնեցեք նրան շեփորի ձայնով, օրհնեցեք նրան տաղվով ու քնարով, օրհնեցեք նրան մկով ու պարով, օրհնեցեք նրան լարային նվագարաններով ու սրինգով։ Սաղմոս 150 Օրհնեցեք Տերը բարձր հնչող ծնծաղներով, օրհնեցեք Տերը շառաչուն ծնծաղներով, այն ամենը, որը շունչ ունի, թող օրհնի Տիրոջը, փառաբանեցեք Տիրոջը։ Եվ թող այսօրվա այս պարապանության երկերը, որ հնչվեցավ այստեղ, երկինք բարձրանա, անուշ խոնգի նման արջևդ ելա և տուն պարապանիստեր, օրնես այս մանուկները իրենց ներգան և աբական ոտերքու արջև գտնեն, աղոտքս որդեր, որ իրենց պահես կոշնորքիտ մեջ, չարեն հերու պահես և իրենց օգնես որդեր, որբեսի կեզի շատ ծիրեն և մինտ ծիրեն դեր, օրնես իրենց ձնողներն ար, իրենց դադիկները, պապիկները, որոնք պատասխանություն վերցուցած են, որպեսզի քո խոսքը և ճշմարտությունը իրենց սորվեցեն, գաղութեն դեր իրենց օգնեն, որպեսզի չհուսահատվին և ջանքով, ելանտով իրենց կրտեն, մեծնեն քո շնորհքիդ մեջ։ Շնորհակալ եմ դեր ուսուցիչների համար, գաղութեմ ով դե իրենց օրհնես, իրենց ջանքի մեջ, իրենց բարձրադրես և տուն շարունակես փառավորվիր իրենց կյանքով և իրենց արայքով։ Ամեն։ Միասին կարդանք Զաքարիա 9-րդ գլուխ 9 համարը, Զաքարիա 9:9, որը մարգարեական խոսքեր և վերաբերվում է բացառապես Տեր Հիսուս Քրիստոսին և վերաբերվում է բացառապես այսօրվան, որ Տեր Հիսուս Քրիստոսը հաղթական մուտք, ինչպես որ նաև այդպես են նշում, մուտք գործեց Երուսաղեմ։ Զաքարիա 9:9 Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակե, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քու թագավորդ քեզի կուգա, անիկա արդար ու փրկիչ է, հեզ է ու իշու վրա հեծած և իշու ձագի ավանակի վրա։ Ամեն։ Այս մարգարեական խոսքերը հրաշալի ձևով գիտեին փարիսեցիները, քահանաները, եկեղեցու, այսինքն տաճարի առաջնորդները և ամեն բան արեց Տեր Հիսուսը այս 3 տարիների ընթացքում, որպեսզի այս մարգարեական խոսքերը կատարվեր և կատարվեց ժողովրդի մեջ։ Եվ հատուկ խոսքեր կան, որ Տեր Հիսուսը խոսեց իր նախադասությունների մեջ արտաբերեց, ինչպես գրված է ես հեզ եմ և սրտով խոնար, որոնք վերաբերվում են բացառապես
Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն այսօր ինչպես նշում ենք, ինչպես ասեցինք ժողովրդի խոսակցությունով ծաղկազարդ, որը նշում է քրիստոնյա ժողովուրդը, որը նաև կոչվում է հաղթական մուտքը Երուսաղեմ։ Բայց շատ կարևոր է, որ բացի այս տոնակատարությունները կատարելուց նշանակությունը հասկանանք, կատարվածը հասկանանք, թե ինչ է ուզում Տեր Հիսուսը սովորեցնել թե Իսրայել ժողովրդին եւ թե մեզ իբրև հարս եկեղեցի։ Ուրեմն մեզանից մոտավորապես 2020 տարիներ առաջ էր, երբ կարդում ենք Ձիթենիաց լեռից մինչև Երուսաղեմ տանող ճանապարհի վրա մի արտասովոր դեպք էր տեղի ունենում։ Դավիթ եղբայրը առավոտյան կարդաց Ղուկաս 19-րդ գլխից այս դեպքի մասին եւ Տեր Հիսուսը, որ 3 տարիներ շարունակ քայլել էր փողոցներով, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, միայն քայլելով, շփվել էր մարդկանց հետ, հրաշքներ էր գործել, բժշկել էր, բազում կյանքի խոսքեր էր ասել եւ այդ ճանապարհներով միայն քայլելով էր անցել, այսօր Տեր Հիսուսը հատուկ գործողություն կատարեց, հատուկ արարողակարգով մուտք գործեց Երուսաղեմ, որպեսի ավանակի վրա նստելով եւ հարյուրավոր մարդիկ կարծես ճանապարհը փակել էին, կանայք, երեխաներ, ճյուղերը, ինչպես նաև իրենց հանդերձները հանել էին եւ փռում էին Տեր Հիսուսի ոտքերի տակ, այսինքն ավանակի ոտքերի տակ, որպեսի այդ բոլորի վրայով Տեր Հիսուս անցներ։ Սա մարգարեական դրվագ էր, որ եղավ Երուսաղեմի մեջ։ Այդ ուրախության, բացականչությունների եւ գովաբանության մեջ ամեն մարդու երազանքն էր, որ իրենց թագավորությունը հիմա Տեր Հիսուսի թագավորությունը հիմա պիտի լիներ եւ իրենց պիտի ազատեր այդ հռոմեական, գիտեք, ծանր կայսրության տակից եւ Օվսաննա, որ նշանակում է փրկիր մեզ հիմա, փրկիր մեզ հիմա եւ մարդկանց նպատակը դա էր, բայց Տեր Հիսուսը իբրև թագավոր, երբ որ նայում ենք Տեր Հիսուսի ծառայությունը, գործը, այս մուտքը Երուսաղեմ իբրև թագավոր տեսնում ենք, որ չուներ ոչ համապատասխան հանդերձանք, չուներ ոչ համապատասխան զինվորներ, ովքեր իր ճանապարհը պիտի բացեին, չուներ հատուկ շեփոր փչողներ, ովքեր որ պիտի հրճակեին թագավորի մուտքը Երուսաղեմ, նախապես պիտի զգուշացնեին թագավորի գալու մասին եւ կարծես ոչ մի թագավորի նշույլ չկար, չէր երևում, իր երևույթի մեջ չկար։ Ուրեմն, քանի որ համբավը տարածվեց Տեր Հիսուսի եւ տարածվեց ողջ Երուսաղեմի, ողջ Իսրայելի մեջ եւ նաեւ Հովանուի մեջ կարդում ենք, որ քահանայապետերը վախեցան, երբ Ղազարոսին հարություն առնել տվեց Տեր Հիսուսը, վախեցան, ասում է, այս մարդու համբավը աշխարհով մեկ տարածվեց։ Մինչև անգամ կարդում ենք, որ այնտեղ հույներ էլ կային, որ եկել էին այդ տոնակատարությունների ժամանակ։ Եվ այդ պատճառով բոլորը սպասում էին, որ Տեր Հիսուսը թագավոր պիտի դառնար եւ պիտի շարունակեր հրաշքներ գործել իրենց մեջ եւ այս հրաշքներով, այս խոսքերով պիտի փրկեր իրենց այդ հռոմեական թագավորության տակից։ Ուրեմն կարծես այն բոլոր հիվանդները, որոնք բժշկվել էին հրաշքների հետևանքով, դրանք էին կույրերը, կաղերը, խուլերը, համրերը, այս 3 տարիների ընթացքում Ղազարոսին, որ 4 օրվա արդեն մեռել էր, հարություն էր տվել եւ կարող ենք դրվագնել հիշել Տեր Հիսուսի կատարած հրաշքներից, կարծես այս բոլոր հիվանդները այդ օրը փողոց էին դուրս եկել եւ տոնակատարություն էին անում Տեր Հիսուսի գալու առիթով։ Բայց այս բոլորի միջով անցնում էր այն ավանակը, որը պահված էր այսօրվա համար եւ կարծես իր վրայի այդ հաճելի բեռը, որ Տեր Հիսուսն էր նստած, խոնարհությամբ տանում էր ավանակը։ Ղուկաս 19:31-ի մեջ ավանակի մասին էլ հատուկ ակնարկ կա, Ղուկաս 19:31։ Եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու կարծակեք, ասեք անոր Տիրոջը պետք է։ Ուրեմն այս ավանակը պահված էր հատուկ
Տիրոջ համար, պահված էր հատուկ այսօրվա համար, որպեսզի Տերը պիտի նստեր այդ ավանակի վրա եւ կարծես որևէ մեկը չէր օգտագործել այս ավանակին։ Ուրեմն Տեր Հիսուսը շատ լավ գիտեր, որ այլևս մոտենում է իր երկնային ծառայությանը, երկնային ծառայության վերջին օրերն էր եւ ամեն ջանք թափում էր, ամեն բան անում էր, որպեսի մարդկանց ցույց տա, որ ինքն է խոստացյալ Մեսիան, որ աշխարհ պիտի գա եւ նա ցույց էր տալիս, որ ինքն է թագավորների թագավորը, որ երկիր ստեղծող Տերը թողնելով իր հարաբերությունը Հայր Աստծո հետ երկնքի մեջ եկավ եւ ժողովրդի մեջ մտավ եւ այս ամենի մեջ նա ուրախ էր այս բոլոր բացականչություններով, այս բոլոր հնչեղություններով, որ մարդկանց բերանից դուրս էր գալիս հետեւյալ խոսքերը. Օվսաննա որդի Դավթի, օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով կուգա կամ գալիս է, Օվսաննա ի բարձունես։ Սա դարձյալ մարգարեական խոսքեր էին, որ ուղղված էր բացառապես Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այս իր մուտքը, որ Երուսաղեմ պիտի մուտք գործեր, մի քանի մարգարեական խոսքեր կատարվեցին, բայց դարձյալ ժողովուրդը չկարողացավ ընդունել եւ չհասկացավ։ Ուրեմն Տեր Հիսուսը ուրախ էր իր կատարած այդ 3 տարիների աշխատանքի շնորհիվ։ Այն ինչ որ կատարեց մարդկանց մեջ, ինքը ուրախ էր, ուրախանում էր, որ շրջապատված էր այդ մարդկանցով, որտեղ որ բժշկություններ էր արել եւ որտեղ որ մարդիկ Տիրոջն էին փառավորում եւ այս բոլորը պիտի կատարվեր, քանի որ նախապես գրվել էր մարգարեների ձեռքով, բայց այս պատմության մեջ տեսնում ենք Խոնար թագավորին։ Խոնար թագավորը, ով տիեզերքի պատմության մեջ ամենամեծ որոշումը կայացրեց եւ երկինքը թողնելով երկիր իջավ, Աստծո եւ հրեշտակների հետ այդ հարաբերությունը թողնելով, որպեսի գա մարդկանց աշխարհի մեջ մեղավոր մարդու ընկերը դառնա։ Նա որոշեց իր ողջ հարստությունը թողնի եւ գա աշխարհ, որպեսի գլուխը դնելու տեղ չունենա։ Իր փառքը, իր դիրքը, իր հարգանքը երկնքի մեջ թողեց, որպեսի փոխարենը կրի անարգանք, տառապանք, ցավ, ատելություն եւ բարձր տեղից ամենացածր տեղը իջնելու որոշումը առավ։ Եվ այս բոլորը մեկ նպատակի համար, որպեսի իմ եւ քո փրկությունը ապահովի։ Սա Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհությունն է ցույց տալիս։ Ուրեմն այս խոնարհության պատկերի արչև գալող հաճախ մենք ամոթով ենք մնում Տիրոջ արչև։ Մեր ոչինչ լինելով, մեր հպարտությունով, մեր իմաստության եւ գիտության վրա վստահելով, մեր գումարին կամ մեր տարիքին կամ մեր անունին, մեր գեղեցկությանը վստահելով, երբեմն փորձում ենք մարդկանց անարգել, երբեմն փորձում ենք մարդկանց վիրավորել, երբեմն փորձում ենք մարդկանց ավելի վերևից նայել։ Եվ երբեմն ուրախանում ենք, երբ տեսնում ենք մեր անուն ազգանունները ինչ որ պատի վրա գրված ենք տեսնում, կամ մեր պատկերները ինչ որ պատերի կամ թերթերի մեջ տված է լինում։ Եվ փորձում ենք ավելի հարաճանանչ, ավելի ճանաչելի մարդկանց հետ շփվել, գործել, խոսել, բայց երբեմն մոռանում ենք այն մարդկանց, ովքեր որ Քրիստոսի կարիք ունեն, ովքեր որ սիրո կարիքը ունեն, եւ Տերը մեզ դրել է այդպիսի մարդկանց մեջ, որպեսի գնանք եւ այդպիսի մարդկանց Տիրոջ խոսքը պատմենք եւ սիրո կարեկցության մեջ իրենց էլ փորձենք Տիրոջ սերը տանք։ Տեր Հիսուսը այդ 3 տարիների ընթացքում իր խոսքերը միայն գործնականով ցույց տվեց մարդկանց։ Երբ Տեր Հիսուսը ասում է սիրում եմ քեզ, Տեր Հիսուսը գործնականով ցույց տվեց իր սերը։ Ինչ արեց, իր կյանքը տվեց։ Ուրեմն սիրել Տեր Հիսուսի սերը ցույց տվեց կյանքի փոխարեն։ Կյանքի փոխարեն։ Ուրեմն Տեր Հիսուսի ավանակի վրա նստած իր դիրքը որպես թագավոր
Սովորական մարդկանցով շրջապատված, երբ Երուսաղեմ էր մտնում առանց որևէ խոսք ասելու, Տեր Հիսուսը, երբ որ նայում ենք իր պատմությունը, միայն այդ խոսքը ասեց, որ ասում եմ ձեզ, եթե այս մարդիկ լռեն, քարերը անգամ պիտի աղաղակեն, բայց իր այս լռությունը, իր այս խոնարհությունը ավանակի վրա նստելը ցույց էր տալիս իր խոնարհությունը եւ իր խոնարհության քարոզն էր տալիս մարդկանց։ Խոնարհության քարոզն էր տալիս բոլոր նրանց, ովքեր իրենք իրենցից ինչ որ բան էին ներկայացնում։ Այդ ժամանակվա քահանաները, ովքեր միայն մարդկային օրենքներ էին դրել ժողովրդի ուսերին։ Գիտենք, որ օրենքներից բացի, աստվածային օրենքներից բացի, կարծեմ 300 եւ ավելի օրենքներ էլ դեռ ավելացրել էին ժողովրդի ուսերին։ Փարիսեցիները, որոնք սուտ վարդապետներ լինելով սիրում էին ժողովրդի վրա տիրել, ինչպես նաև այն բոլոր թագավորներն ու կուսակալները, որոնք ոչ հրաշքներ գործելու կարողություն ունեին եւ ոչ էլ կյանքի խոսքեր ունեին իրենց մոտ, բայց հրամաններ տալուց բացի ոչինչ չէին կարողանում անել։ Եվ Տեր Հիսուսը այս տեսակ մարդկանց իր խոնարհությունով ցույց էր տալիս, որ ինքն է թագավորների թագավորը։ Այսպիսի մարդիկ այսօր կան եւ վաղը չկան։ Այսպիսի մարդիկ մի քանի օր հետո այլևս հողես հողին պիտի դառնաս եւ վերջացավ։ Իրենց անունը, իրենց համբավը եւ իրենց փառքը ամեն բան չեզոքանում է եւ վերանում է։ Բայց ահա մեկը, ով ինքն իրեն հռչակեց որպես Աստծո որդի, ներկայացրեց իրեն որպես Աստծո որդի եւ այս իր Աստծո որդի լինելը գործնականով ցույց տվեց եւ իր խոնարհությամբ քաղաք էր մուտք գործում։ Բայց հետաքրքիր է այս խոնարհության մեջ, այս համբերության մեջ, այս վիճակի մեջ կարդում ենք հետևյալ խոսքերը, երբ Տեր Հիսուսը Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը շարժվեց։ Ցնծած բոլոր քաղաքը, այս ով է որ գալիս է, եւ սա դարձյալ ցույց տվեց իր թագավոր լինելը, բայց ինչպիսի թագավոր, խոնարհ թագավոր։ Երբեք ու երբեք Տեր Հիսուսը այդքան հրաշքներ որ գործեց, այո, Տերը որոշակի մարգարեների արտոնություն տվել էր, որ հրաշքներ գործեր Իսրայել ժողովրդի մեջ, բայց Տեր Հիսուսի կատարած հրաշքները հատուկ հրաշքներ էին, աստվածային հրաշքներ էին, Մեսիային հարիր եւ Մեսիայի կատարած հրաշքներ էր, որ կատարվեց ժողովրդի մեջ, բայց ցավոք սրտի ժողովուրդը այս բոլորը չընդունեց, մերժեց եւ այս նույն ժողովուրդը մեկ շաբաթ հետո ելավ եւ գոչեց խաչահանիչ դրան։ Շատ ցավալի մի վիճակ։ Ուրեմն երբ Երուսաղեմին մոտեցավ Տեր Հիսուսը, մի պահ կարծես դադարեցրեց իր ընթացքը եւ իր արչեւ ամբողջ քաղաքը կարծես պատկերի պես իր արչեւով անցավ եւ այդ ժամանակ էր, որ չկարողացավ իր արցունքները զսպել եւ լաց եղավ։ Միասին կարդանք Ղուկաս 19:41-ից 44-ը։ Ղուկաս 19:41-ից 44։ Եվ երբ մոտեցավ քաղաքը տեսնելով, լացավ անոր վրա ու սավ։ Գոնե այս քու օրվանդ մեջ գիտենայր քու խաղաղությունդ, բայց հիմա ծածկվեցավ քու աչքերդ, վասնզի օրեր պիտի գան քու վրադ, երբ թշնամիները քու բոլորտիքդ պատնեշ պիտի շինեն ու քեզ պիտի պաշարեն եւ ամեն կողմե քեզ նեղը պիտի ձգեն եւ հիմնահատակ պիտի ընեն քեզ ու մեջդ եղած զավակներդ եւ ամենևին քարի վրա պիտի չթողուն քու մեջդ, քանի որ չճանչցար քու այցելությանդ ժամանակը։ Դարձյալ մարգարեական խոսքեր, դարձյալ Տեր Հիսուսին վերաբերվող խոսքեր։ Եվ Տեր Հիսուսը ասեց. «Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ուզեցի քեզ իմ թևերից տակ վերցնել, ինչպես հավը իր ձագուկներին, իր ճուտիկներին է հավաքում»։ Այդպես Տեր Հիսուսը ուզեց հավաքել եւ այս 3 տարվա իր կատարած հրաշքները ցույց տվեց իր թագավոր լինելը, իր մեսիա լինելը, բայց մարդիկ մերժեցին։ Ուրեմն Տեր Հիսուսը լաց եղավ, քանի որ գիտեր եկող դժվարությունները,
քանի որ գիտեր, որ մոտավորապես իրենից հետո, Քրիստոսից հետո 30-40 թվականներին այդ մեծ կոտորածը, որ պիտի գար Իսրայել ժողովրդի վրա, երբ իրենք պիտի դեմ ելնեին հռոմեական կայսրության դեմ եւ ասում է քարը քարի վրա պիտի չմնա։ Ինչու քարը քարի վրա պիտի չմնա, որովհետև այն ժամանակ, երբ Սողոմոն իմաստունը տաճարը կառուցեց, քարերը ոսկիներով էին փակցնում իրար, հալածնում էին այդ ոսկին եւ արանքներն էին լցնում։ Քարը քանդեցին, քարը քարի վրա ամեն բան քանդեցին, որպեսզի նաեւ այդ ոսկիները հանեն։ Սիրելիներ, Տեր Հիսուսը լաց եղավ։ Տեր Հիսուսը լաց եղավ ժողովրդի համար եւ այս լացը սովորական սքավորի կամ ցավի մեջ ապրող մարդու սովորական մարդու լաց չէր, այս լացը աստվածային լաց էր, այս լացը հատուկ լաց էր, որ մարդու համար էր։ Տեր Հիսուսը մտահոգված չէր, որ այդ քարերը կոնկրետ պիտի քանդվեին։ Տեր Հիսուսը մարդկանցով էր մտահոգված։ Եվ այսօր էլ Տերը չի ուզում մեր ոչ նյութականը, ոչ մեր ունեցվածքը, մեր ոչինչն է ուզում Տերը։ Սաղմոս 51-ի մեջ ինչ են կարդում, ով Տեր, եթե քեզ զոհեր մատուցեմ, դու հաճույք չես առնում այդ զոհերից, չես ուզում այդ զոհերը։ Դավիթ թագավորը երբեք նեղության մեջ չէր ինչ որ զոհ մատուցելու։ Թագավոր էր ինքը եւ հազարավոր կենդանիներ իր արչև էին կարող էր ինքը զոհ մատուցեր, բայց գալիս է Տիրոջ արչև ասում է Տեր, դու դրանցից հաճույք չես առնում։ Եվ Սաղմոս 50-ի մեջ էլ Տերը այդպես է ասում։ Միթե ասում է ես ցուլերի միս եմ ուտում, միթե ես ցուլերի արյունն եմ խմում։ Բայց ինչ է ասում Դավիթ թագավորը, կոտրած սիրտն է, որ դու չես մերժում, ով Աստված։ Տերը այսօր մեզանից մեր սիրտն է ուզում, որ կոտրվի, փշրվի Տիրոջ արչև, որովհետև Տերը ասում է ես ահա ամեն բան նոր եմ անում եւ նոր սիրտ եմ տալիս, նոր ստեղծագործություն եմ անում քեզ։ Ուրեմն այս լացը կարծես այսօր էլ դեռ չի դադարել եւ այս արցունքները դեռ թափվում են ինձ համար եւ թափվում են քեզ համար։ Ինչ ասեց Տեր Հիսուսը, քեզ այցելեցի, բայց դու իմ այցելությունը չընդունեցիր։ Քեզ խոսեցի 3 տարիներ շարունակ, հրաշքներ գործեցի, բայց չլսեցիր։ Այս բազում հրաշքները ցույց տվեցին ինձ, ձեզ ցույց տվեցին, թե ինչպես նաև շատ կերպերով ապացուցեցի, որ ես եմ Մեսիան։ Ես եմ այն սպասված խոստացյալ Մեսիան, որ ձեզ պիտի գայի, բայց ձեր դռները կարծես փակեցիք իմ առջև, չընդունեցիք իմ առջև։ Ինչ է ասում Տեր Հիսուսը եկեղեցուն, ահա ես դռանդ առջև կանգնած եմ, դուռը թակում եմ։ Եթե բացես, ներս պիտի մտնեմ։ Շատ հաճախ մենք էլ այսպես մեր դռները փակում ենք եւ թույլ չենք տալիս, որ խոնարհ թագավորը մուտք գործի մեր կյանքերի մեջ։ Ականջներ ունեն, բայց չլսեցին, քանի որ ականջների մեջ կարծես ուրիշ ձայներ են լցված, աշխարհի ձայների մեջ են։ Աչքեր ունեն, բայց չտեսան, Աստծո գառին չտեսան, որ երկնքից երկիր իջավ ձեր փրկության համար։ Տեր Հիսուսի խոսքերը, ուրեմն աչքերս թաց են քեզ համար, ով Երուսաղեմ։ Այս Երուսաղեմի փոխարեն կարող ենք իմ եւ քո անունը դնենք։ Աչքերը թաց են Տեր Հիսուսի այսօր մեզ համար, երբ որ մենք սխալ վիճակների մեջ ենք, երբ որ մենք մեղքի մեջ ենք, երբ որ մենք չխոստովանված մեղքեր ունենք, եւ այսօր Տեր Հիսուսը լաց է լինում մեր եկեղեցի համար, երբ տեսնում է նյութապաշտություն, երբ տեսնում է գաղջ վիճակներ, երբ տեսնում է աշխարհիկ վիճակներով եղող հավատացյալներ։ Այո, միգուցե կարդում ես Սուրբ Գիրքը, միգուցե աղոթում ես, բայց Տիրոջից հեռու ես, բայց Տիրոջ զորությունը ուրացել ես եւ անպտուղ ես մնում։ Ինչու՞։ Քանի որ Սուրբ Հոգու պարգևները չես օգտագործում Տիրոջ փառքի համար։ Շատ անգամներ մեր պահվածքով, մեր խոսքերով արատ ենք բերում Տեր Հիսուսի վրա եւ գայթակղության պատճառ ենք դառնում նրանց համար, ովքեր վերստին ծնունդի կարիք ունեն։
Սիրելիներ, Տեր Հիսուսը ողջ փառքը թողեց, Փիլիպեցիս 2-րդ գլուխ 6-ից 8 համարները կարդանք, թե ով էր Տեր Հիսուսը, ինչ էր անում եւ ինչը թողեց, որ երկիր իջավ։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 6-ից 8 համարները։ Որ Աստծո կերպարանքը ունենալով հապշտակություն չսեպեց Աստծո հավասար լալը, հապա անձը ունայնացուց ծառայի կերպարանք առնելով, մարդոց նման ըլլալով և մարդու կերպարանքով ինք զինք խոնարեցուց, մինչև իսկ մեռնելու հոժարեցավ ու այնալ խաչի մահվամբ։ Ինքը Աստված է, Աստծո հետ, Հայր Աստծո հետ հավասար դիրքի վրա է, բայց ասում է խոսքը իր աստվածությունը, եթե մարդկային լեզվով փորձենք բացատրենք, կարծես անտեսելով, իր աստվածությունը անտեսելով, ոչ թե աստվածությունը թողնելով, այլ իր աստվածությունը այդ պահին իր պաշտոնը, իր դիրքը, իր փառքը, իր մեծությունը, իր սքանչելիքը թողնելով իջավ այս աշխարհ։ Ինչ արեց, ծառայի կերպարանք առավ, ոչ թե իջավ որպես թագավոր, ոչ թե իջավ որպես հրամաններ տվող, ոչ թե իջավ, որ այդ ժամանակ պիտի թագավորությունը հիմներ, ոչ, այլ իջավ մեկ նպատակի համար, որպեսի իր խոնարհությունով ցույց տա իր մեսիա լինելը եւ իր խոնարհությունով մեր փրկությունը ապահովի։ Աստված հպարտներին հակառակ է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Եվ այն խոսքը, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար, սա բացառապես վերաբերվում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այս մարգարեական խոսքերը, որ կարդացինք, նա հեզ է, սրտով խոնար է եւ իշու, այսինքն ավանակի վրա նստած գալիս է, սրանք բացառապես Տեր Հիսուսին վերաբերվող մարգարեական խոսքեր էին։ Եվ սրա պատճառով է, որ Տեր Հիսուսը լաց եղավ եւ չկարողացավ այս արցունքները զսպելով արտահայտվեց իր սրտի ցավը մարդկանց առջև։ Ուրեմն թող այսօր Տիրոջ լացը շարժի մեր սրտերը, թրջի մեր աչքերը, որպեսի խոնարհվենք, ապաշխարենք, խոստովանենք մեր ծածուկ մեղքերը, հոգիով լցվենք եւ այդ ժամանակ է, որ կկարողանանք ուրիշներին ներկայացնենք մեր խոնարհ թագավորին իր իրական կերպարի մեջ, այն ինչ որ տեսավ Հովհաննես առաքյալը հայտնության մեջ։ Այո, Տեր Հիսուսը սկիզբը եկավ որպես ծառա, որպես խոնարհ թագավոր, բայց երբ որ տեսնում ենք իր ընթացքը, իր դիրքը, իր անունը, որովհետև ճիշտ Փիլիպեցիս 2-ի շարունակությունը, երբ որ կարդանք, ասում է Հայր Աստված մի անուն տվեց իրեն, որ ամեն ծունկ պիտի ծռի եւ ամեն լեզու պիտի դավանի Տեր Հիսուս Քրիստոս անունի առջև։ Եվ այս Հիսուս անունը չի կարող անտարբեր անցնել մարդկանց կողքով։ Երբ որ Հիսուս լսեն, այդ ժամանակ է, որ ուզեն կամ չուզեն, պիտի խոնարհվեն։ Բայց այսօր այդ շնորհքը Տերը տվեց, այսօր այդ առիթը Տերը տվեց, որպեսզի մենք մեր կամքով խոնարհվենք Տիրոջ առջև։ Ուրեմն սկիզբը եկավ Տերը, որպես փրկիչ եկավ, ոչ թե որպես թագավոր, բայց տեսեք ինչ են կարդում Հայտնություն 19, 11-ից 16 համարների մեջ, վերջին համարը եւ պիտի վերջացնենք, Հայտնություն 19, 11-ից 16։ Շատ հետաքրքիր է, երբ Հովհաննեսը սկիզբը տեսնում է Տեր Հիսուսին, ոչ թե այստեղ ավելի սկիզբ, կարծեմ 3-րդ կամ 2-րդ գլուխն է, ասում է, երբ Տիրոջը տեսա, բերանի վրա ընկա, իր փառքի մեջ տեսավ։ Հովհաննեսը, որ 3 տարի շարունակ Տեր Հիսուսի հետ քայլել էր երկրի վրա, գործել էր երկրի վրա, հրաշքներն էր տեսել Տեր Հիսուսի, եւ երբեք չեն կարդում, որ Տեր Հիսուսին մեկը տեսներ, այսինքն Հովհաննեսը տեսներ վատանար կամ զարմանար կամ ինչ-որ մի բան։ Այո, զարմացումներ մարդկային կարող է լինել, բայց երբ որ իր ամբողջ փառքի մեջ տեսավ Տիրոջը, ասում է բերանի վրա ընկա, մեռելի պես ընկա։ Ուրեմն Հայտնություն 19, 11-ից 16
որ խոսում է Տեր Հիսուսի թագավորության մասին։ Տեսա երկինքը բացված եւ ճերմակ ձի, անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կկոչվի։ Արդարությամբ դատաստան կտեսնե ու կպատերազմի։ Այլևս Տերը երկրորդ անգամ երբ որ գա, որպես թագավոր պիտի գա եւ որպես դատավոր պիտի գա անհավատ մարդկանց համար։ Անոր աչքերը կրակի բոցի պես էին, անոր գլխու վրա շատ թագեր կային ու գրված անունը ուներ, որ մեկը չի գիտեր, բայց միայն ինք։ Այրունով ներկված հանդերձ մահակեր էր, անոր անունը բան Աստծո էր, Աստծո խոսքը։ Ով այսպիսի արտահայտություն արեց? Հովհաննեսը, երբ ասում է երկնքից բանը իջավ, որ Աստծո խոսքն է, լոգոս։ Երկնքի մեջ եղող զորքերը անոր ետևեն կերտային ճերմակ ձիերով, սա այլևս իրական այդ թագավորների թագավոր լինելու պատկերն է։ Երբ Տեր Հիսուսը Երուսաղեմ էր մտնում, ոչ մեկ իրեն չէր տանում, աշակերտներից բացի, ոչ մի ձի առջևով չէր գնում, ոչ մի թմբուկ եւ քնար չէր զարնվում, շեփոր չէր հնչեցվում, բայց այստեղ տեսնում ենք, որ իր ետևից երկնքի մեջ եղող զորքերը անոր ետևեն կերտային ճերմակ ձիերով, ճերմակ ու մաքուր բեհեզներ հագած։ Անոր բերնեն սրած սուր մկելեր, որպեսի անով ազգերը զարնե ու ինք երկաթե գավազանով պիտի հովվե զանոնք ու ամենակալ Աստծո սաստիկ բարկությանը գինին հնձանը ինք պիտի կոխե։ Ուրեմն Տերը Հայր Աստված արտոնություն տվեց իրեն, որպեսի դատավորը ինքը լինի եւ դատաստանը ինքը վարի եւ երկաթե գավազանը իր բերանից ելած այս սուրը եւ այս այրունը ինչ որ այստեղ խոսում է Տեր Հիսուսի այդ արդար բարկությունն է խոսում նաև ժողովրդի վրա, անհավատ ժողովրդի վրա։ Եվ երբ Տեր Հիսուսը լաց եղավ Երուսաղեմի վրա, կարծես մի ձևով ասեց, որ իմ այրունը ձեր եւ ձեր զավակների վրա պիտի լինի, որովհետեւ այդպես գոչեցին խաչելության ժամանակ, թող այս մարդու այրունը մեզ վրա, մեր զավակների վրա լինի, եւ այդպես էլ եղավ։ Եվ Իսրայել ժողովուրդը կարծես քաշեց այդ ցավը։ Այո, եւ իր պատմուճանի վրա 16 համարը ու իր ազդրին վրա գրված գիրմը ուներ թագավոր, թագավորած եւ Տեր Տերած։ Թագավոր, թագավորած եւ Տեր Տերած։ Եվ հրեշտակն ալ տեսա, որ արևի մեջ կայներ էր, այո, մինչև 16-ը, ներողություն, մինչև 16-ը։ Սիրելիներ, ուրեմն տեսնում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը որպես խոնար թագավոր մուտ գործեց Երուսաղեմ, ցույց տալով իր խոնարհությունը, բացելով այդ փրկության ճանապարհը, գիտեր, որ ինքը մեռնելու համար էր գնալու։ Գիտեր, որ ինքը մի շաբաթ հետո խաչը պիտի բարձրանար, բայց շարունակեց մինչև վերջ ցույց տալ իր Մեսիա լինելը։ Եվ խաչափայտի վրա, երբ ավազակին ասեց, որ այսօր ինձ հետ դրախտում կլինես, դա էլ իրեն ուղված այդ զորավոր խոսքն էր, որ ինքը այդ իրավունքը ուներ։ Եթե հիշում եք անդամալույցին, որ 4 ընկերները բերեցին եւ ասեց քո մեղքերը ներված են քեզ, բայց որպեսի իր Մեսիա լինելը, իր Աստծո որդի լինելը հաստատվի մարդկանց առջև, ինչ ասեց, վեր կաց, մահիճդ վերցրու եւ տունդ գնա։ Ուրեմն թագավոր, թագավորած, Տեր Տերած, այս խոնար եւ լացող փրկիչը, բայց արդար եւ հզոր թագավորն է, որի առջև մենք պիտի կանգնենք, մեր կյանքի հաշիվը պիտի տանք, կամ որպես իր սիրելի զավակներ, կամ որպես մեղավոր դատապարտյալներ։ Բայց ընտրությունը քոնն է։ Եթե ընդունես Տեր Հիսուս Քրիստոսին, եթե քայլես Տիրոջ հետ, եթե թույլ տաս, որ Տերը այս խոնար թագավորը գա քո կյանքի մեջ, քո կյանքը թագավորի, դու այլևս այդ դատապարտությունից փրկված պիտի լինես։ Բայց եթե մերժես Տիրոջը, եթե չուզես քայլես իր ճանապարհներով, եթե ուզում ես քո ուզած ճանապարհներով քայլես,
ընտրությունը քոնն է։ Տիրոջ առջև հաշիվ պիտի տանք։ Տերը թող օրհնի իր խոսքը եւ Տերը օրհնի մեզ բոլորիս